Մայրտաճարի ավետաբեր խողանջների ներքո հոգևորականների հանդիսավոր թափորը շարժվում է դեպի Մայրտաճար։ Հայրապետին տաճար են ուղեկցում թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, միաբաններ։ Նոյեմբերի 2-ին մեր եկեղեցին նշեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձը։ Տոնի առթիվ մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչը Տեր Հայկազուն arczepiskopos Նաջարյանն էր։ Սրբազան հայրն իր քարոզում հիշեցրեց 132 կաթողիկոսներից միայն 12-ն են 25 տարուց ավելի գահակալել։ Արդյունավետ գործունեություն ծավալած կաթողիկոսների շարքում են Սահակ Պարթևը, Գրիգոր Վկայասերը, Հակոբ Ջուղայեցին, Վազգեն I Պալճյան հայրապետը։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի քահանայապետության այս ժամանակահատվածն ըստ Սրբազան հոր պատմության մեջ այլևս ամրագրվել է որպես Մերի եկեղեցու վերազարթոնքի շրջան։ Սրբազանը քարոզի ժամանակ անդրադարձավ այն բոլոր ձեռքբերումներին, որ եկեղեցական կյանքում արձանագրվել են վերջին 26 տարիներին հայոց հայրապետի գահակալության ընթացքում։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին arczepiskopos Ներսիսյանը։ Նոյեմբերի 4-ին կատարվեց նորընտիր գահակալի ձեռնադրությունն ու օծումը, եւ 132-րդ հայրապետը ձեռքն առավ հովվապետական գավազանը։ Գարեգին II հայոց հայրապետ դարձավ մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովրդի առջև նոր հորիզոններ եւ հնարավորություններ էին բացվել։ Տեսնելու ենք այն մեծածավալ աշխատանքը, որ կատարվել է անցնող այս տարիների ընթացքում։ Այդ իրաքորդումները վկայում են վեհապարի անսահման աշխատասիրության եւ անմնացորդ նվիրումին Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Այս շրջանին էր, որ հայրապետի զրակորված հետապնդումով վանքի տարածքը քարապատկվեցավ եւ այս տարածքին վեր փաստացան եւ խոյացան Սուրբ Դրթատ Պաց խորանը, Սրբոց Հրեշտակապետած եկեղեցին, Սուրբ Վարդան եւ Սուրբ Հովհաննես Մկրտարանը, վեհապարի Սուրբ Հայրապետած մադուրը։ Գրթական հաստատություններեն Վաչե եւ Թամար Մանուկյան մատենաթարանը, Քարեքին առաջին գրթական կենտրոնը, Օրնեկյան հանրագրթարան դպրոցը, Թիվանադունը, միապանական շենքը, Վեհարանի նոր մասնաշենքով, Կաթողիկոսական թամփարանը։ Հիմնովին վերանորոգված են Մայր Վասկենյան վեհարանը, Մանուկյան քանցադունը, Խրիմյան թանգարանը, Ռուփեն Սևագի թանգարանը, Սինոդի շենքը, Ղազարաբադը, Սարգսակների գացարանը, Երեմյան խցերի շենքը, Վանադունը, Քևորքյան ջեմարանը, իսկ վանքից դուրս կարելի է նշել Վասկենյան թմրանոցի մասնաշենքը, Հարիջի վանքում կորձող Թրփանջյան ավագ դպրոցը եւ այլն։ Վեհապար հայրապետի գահակալության ընթացքում կառուցվել, նորոգվել եւ օծվել է շուրջ 300 եկեղեցի, 25 վանք անցել են Մայրաթորի տնօրինությանը։ Բարեկարգված սրբավայրերը, հիմնանորոգված Մայրաթորը, նորոգված հոգևոր կյանքը հայրենիքում եւ Սփյուռքում։ Այսքանը գործերի միայն երևացող կողմն է։ Այս բոլորի գլուխգործոց իհարկե իհիմանե Մայրտաճարի նորոգությունն է, թեև այն շատ ժամանակ խլեց եւ իքին մեծ նյութական զոհության, սակայն այդ գլուխ բերվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի խիստ օրենքների հետևողությամբ եւ վեհապար հայրապետի վերահսկողության ներքո։ Ամբողջովին վերանորոգված տաճարը կարող է թիմակրավել բնության տարերքը եւ ծառայել հայ ժողովրդին քալիք հարյուրամյակներին։ Ամրացված եւ վայելչակեղ զարդանկարներով նորոգված պատերից լույս է ջարակայթում, դրամատրելով հավատացյալին աղոթքի, լույսի եւ հոգու խաղաղության։ Վեհապար հայրապետը իր նոր ծրագրեր առաջ տանելու համար ստեղծել է հանձնախմբեր, ինչպես աստվածաբանական, դիսական, կանոնադրական, բարգեւների պաշտպան, ղարքաբաղական հարցերի, գրթական, իրավախորհրդատվական։ Մեր ժողովրդի գարիկներին հասնելու համար հաստատվել են նոր գրասենյակներ կամ բաժիններ, որոնցով եկեղեցին հոգևոր եւ նյութական օժանդակություն է բերում մեր ժողովրդի բոլոր խավերին,
մանուկին, երիտասարդին, ընտանիքին, հիվանդին, փանդարյալին, զինվորին, քաղաքականին, սրանք ղեկավարվում են երիտասարդ պատրաստված եկեղեցականներով, լինեն նրանք սարգսակ, քահանա, վարդապետ թե եպիսկոպոս։ Եվ այս բոլորը վեհապար հայրապետի հոգատության եւ վերահսկողության ներքո։ 26 տարի առաջ մեր եկեղեցին թևակողեց նոր դարաշրջան համակարգային բարեփոխումների, հոգևոր զարթոնքի, եկեղեցական ու հասարակական փոփոխությունների։ Վերազարթոնք ապրեց Գևորգյան ճեմարանը, որն այսօր միակ կրթական հաստատությունն է, որ կարող է շնորհել աստվածաբանության թեկնածուի գիտական աստիճան։ Հայրապետի ջանքերով են բարեկարգվել ճեմարանի պատմական շենքը, Վազգենյան դպրանոցը։ 30 տարվա ընթացքում ճեմարանավարտ շուրջ 500 քահանա նոր շունչ է հաղորդել հոգևոր կյանքին Հայաստանում, Արցախում, Սփյուռքի հայ համայնքներում։ Այս 26 տարիներին անգամ չտեսնողների համար տեսանելի եւ անտեսանելի մեծ հոգևոր աշխատանք է տարել եւ այդ հոգևոր աշխատանքի, այդ հոգևոր ընթացքի մեջ նաև ցանկացած թեմից ներս ենք զգացել, ինչպես օրինակ Տավուշի թեմից ներս վերաբացված վանական համալիրները, վերաօծված եկեղեցիները, նոր կառուցվող եկեղեցիները, ինչպես նաև այն հոգևոր դասը, որ մշտապես Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին է եղել այս 26 տարիներին եւս առավել մեծ ուժով, քանի որ հենց վեհապար հայրապետի օրհնությամբ եւ ջանքերով է, որ մեր հոգևոր դասը համալրվեց այն մեծ ներուժով, որ ունենք այսօր։ Եկեղեցին միշտ զորավիգ է եղել իր ժողովրդի միասնությանը, անկախությանն ու պետականությանը, իր ունեցած հնարավորություններն անցյալում եւ հիմա էլ զոհել է հայրենիքի համար։ Տկարացնել Սուրբ Էջմիածինը նշանակում է տկարացնել հայրենիքը, ասաց պատարագիչ Սրբազանը։ Նա անդրադարձավ նաեւ այսօր մեր եկեղեցու առջև ծառացած խնդիրներին, խոսեց եկեղեցու եւ կառավարության միջև սրված տարաձայնություններից։ 3 եպիսկոպոսների փանդարգությունը, հովանավանքի բռնի գրավումը, քաչալերումը գարկալույս մի եկեղեցականի անօրինական արարություն կատարումը, սրանք քայլեր են, որոնք ավելի սրում են իրավիճակը։ Եկեղեցին միշտ հարգել է երկրի օրենքները եւ պատրաստ է ընդունելու իրավական որոշումներ, որոնք արդար եւ օրինական են։ Իհարկե, եկեղեցին ունի ներքին հարցեր, բայց դրանք այս ձևով չեն լուծվի։ Մեր աղոթքը եւ մաղթանքն է, որ պետական այրերը ողջախոհությամբ եւ իմաստությամբ լուծումը գտնեն այս հարցին։ Հանուն ընդհանուր շահերի երկու կողմեր հասնեն մի թրական եզրակացության, ինչ որ օգտակար կլինի եւ Էջմիածնին եւ պետականության։ Խորհուրդ ունի գահակալության արժեքը, երբ որ մենք հասկանում ենք, որ դա նշանակում է, որ հայոց պատմության մեջ կա դարերով գահակալության երևույթ եւ դա իր մեջ կրել, իր հետ բերել է դարերի խորքից մեր եկեղեցին։ Երբ որ չենք ունեցել պետականություն, եկեղեցին հենց այն դարերից եկող ապացույցն է, որ հայ ժողովուրդը ունեցել է թագավորություններ, պետություն եւ կարող է տիրություն անել ինքն իրեն եւ լինել իր բարձունքի վրա։ Եվ հենց այդ արժեքն է, որ եկեղեցին իր մեջ կրում է։ Եկեղեցին հայկականության ակունքներում է, ընդ որում ընդգծված հայ առաքելական եկեղեցին։ Մենք դրանով առանձնացել, տարբերվել ենք, հարգվել ենք աշխարհում եւ դուք գիտեք նաեւ Երուսաղեմում ինչ տեղ ունեն հայերը, հայկական քրիստոնեությունը, հայոց հավատքը։ Մեր եկեղեցու իմ կարծիքով կարևորագույն առաքելություններից է մեր հայոց պետականության պահպանությունը եւ հայոց պետականության ամրացնելը, այսինքն այսպես ասեմ, այնպես անել եւ պատմությունն է ցույց տալիս, որ մեր պետականությունն ուժեղ է եղել այն ժամանակ, երբ հայոց պետականությունը եւ մեր եկեղեցու, այսինքն հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունները միասնական են եղել, միաբան են եղել։ Ինձ համար այս օծման խորհուրդը հենց օծման օրը հենց այս խորհուրդը ունի եւ մեր եկեղեցին ինչ հարցեր էլ որ կան, պետք է մեր եկեղեցին
Մեր եկեղեցու ինքնավարության սահմաններում եկեղեցին ինքը լուծի եւ որևէ մեկ իրավունք չունի խառնվել աշխարհիկ իշխանությունից եկեղեցու ներքին գործերին։ Մայրտաճարում հայոց հոր արևշատության ու արդյունավետ գահակալության համար աղոթք հնչեց։ Հայկազուն arczepiskopos-ը միաբանության անունից շնորհավորեց Նորին Սրբությանը, մաղթելով անվհատ կերպով շարունակել եկեղեցաշեն առաքելությունը։ Որպես գահակալության 26-րդ տարեդարձ շնորհավորում եմ եւ վեհապարին քաջառողջություն եմ մաղթում եւ որ մեր եկեղեցին անսասան լինի ինչպես 1700 եւ ավել տարի եւ պատմության ընթացքում իմ կարծիքով անձերը գալիս եւ անցնում են, բայց եկեղեցին եղել է ու պիտի լինի ու մենք մեր պարտքը պիտի համարենք լինել եկեղեցու կողքին եւ թույլ տալ, որ անձերը գան եւ անցնեն եկեղեցու կողքով։ Տոնական օրվա առիթով եւ հավատացյալների երկրպագության համար դուրս էր բերվել նաեւ Սկևրայի Սրբոց Մասանց պահարանը։ 25 տարում հազվագյուտ մասունքներով է հարստացել Մայրաթորի սրբությունների գանձարանը։ Հայրապետի միջնորդությամբ ու տնօրինությամբ Սուրբ Էջմիածին է բերվել համաքրիստոնեական սրբերի 32 մասանց պահարաններ, տարբեր սրբազան մասունքներով, որոնք հրաշագործ զորությամբ փարատում են հավատացյալների հոգեկան ու մարմնական հիվանդությունները։ Մեծագույն այս սրբության Սկևրայի մասնատուփի մեջ ամփոփված են 20-ից ավելի համաքրիստոնեական եւ հայազգի սրբերի՝ Պողոս, Պետրոս, Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի, Հովհան Ոսկեբերանի, Նիկողայոս Քանչելագործի, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Աստվածաբանի մասունքները։ Մասնատուփի աջ եւ ձախ թերթերի յուրաքանչյուր կողմում ներկայացված են առաքյալների, մարգարեների եւ եկեղեցու հայրերի պատկերները, իսկ արտաքին դռների վրա պատկերված է Սուրբ Գույսի ավետման տեսարանը։ 1283 թվականին եպիսկոպոս Կոնստանտին Պահեստնացին է հավաքել սրբերի մասունքները։ Եռափեղկ Մասանց պահարանը 1293 թվականին Կիլիկիայի Հեթում թագավորի հրամանով է պատրաստվել։ Մասնատուփի գտնվելու վայրը ավելի քան 5 դար անհայտ է եղել։ Պատմական աղբյուրների համաձայն, երբ Սկևրա վանքը դադարել է գործել, մասունքարանն անհայտ ճանապարհներով հայտնվել է Եվրոպայում։ 1880 թվականին ռուս դիվանագետ հավաքորդ Ալեքսանդր Բազիլևսկին այն գնել է իտալացի մի հնավաճառից։ Տարիներ անց Ալեքսանդր III կայսրը մասնատուփը ձեռք է բերել Սանկտ Պետերբուրգի կայսերական Էրմիտաժի համար։ Սրբությունը տարիներով մոռացված է մնացել Էրմիտաժի արխիվներում։ 2000 թվականին Եզրաս վարդապետ Ներսիսյանին, այժմյան Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի ջանքերով Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինեի եկեղեցու վերահսկման առիթով մասնատուփը փոխանցվել է հայ եկեղեցուն։ Սկևրայի մասնատուփն ամեն տարի վեհափառ հայրապետի գահակալության տարեդարձի առիթով դուրս է բերվում հավատացյալների երկրպագության համար։ Շնորհավորում եմ վեհափառին գահակալության եւ ոցման առիթով եւ երկար ու արևշատ օրեր եմ մաղթում եւ ուզում եմ, որ ինչպես իր հայրապետության օրոք ծաղկում է Մայրաթորը, ծաղկում է առաքելական եկեղեցին, նույն ձևով շարունակաբար ծաղկի եւ իր նպաստը ունենա հայ ժողովրդի հոգևոր զարգացման կյանքում։ Բնականաբար կան դժվարություններ, կան թերություններ ընդհանուր կյանքում, որովհետեւ այս ամենը մեզ համար փորձությունների մի մեծ շրջան է։ Եվ ես անկեղծորեն հուսով եւ հավատով լցված եմ, որ այն փորձությունները, որ այսօր հայ առաքելական եկեղեցում կան, ես վստահ եմ, որ այս ամենը անցողիկ է լինելու։ Գործերն են խոսում մարդու մասին եւ ոչ թե խոսքը։ Խոսքը բոլորի մասին կարելի է ասել, բայց եթե մենք վերցնենք կատարված գործերը, կատարված շինարարական աշխատանքները թեկուզ, վստահաբար պատմության մեջ կմնա որպես գործանող եւ շինարար կաթողիկոս։ Նրա գահակալության տարիների ընթացքում մենք տեսել ենք բազմաթիվ փոփոխություններ, վերականգնվեց, վերանորոգվեց Մայրտաճարը։ Ես առաջին անգամ եմ բացումից հետո այստեղ ներկա գտնվում, իսկապես հրաշք է եւ նման աշխատանքը մնում է դարերով։ Ինչպես նաեւ շատ եկեղեցիներ կան Հայաստանում, որոնք բացվեցին նրա գահակալության տարիներին, հավատացյալները ավելի շատ սկսեցին հաճախել, հավատացյալները ավելի շատ սկսեցին առնչվել Աստծո հետ եւ ես լինելով հայ եկեղեցու
հետևորդ, հայ եկեղեցու զավակ, կոչ եմ անում բոլոր հայերին ամուր կառչեն իրենց հավատքից, քանի որ եկեղեցին է պահում մեր ազգը։ Բեափար հայրապետը մասնավորապես երիտասարդներից շատ մեծ նշանակություն է տալիս եւ իր բարի խորհուրդներով միշտ մեզ առաջնորդում է եւ ցանկանամ միշտ իրեն տեսնել այդպես երիտասարդների կողքին եւ իր իմաստնությամբ մեզ առաջնորդելիս։ Մեր այս հայրապետին ամենայն խաղաղություն, հաստատուն ընթացք, նրա հետ մեծ հույսեր են կապված, որովհետև հոգևոր Հայաստանը դա միայն հոգիների Հայաստանը չի, այլ դա նաև այս տարածաշրջանում եւ ամբողջ իսփյուրս աշխարհի, այո, նաև հայաթափված Արցախում հայկական ոգին պահելու համար է եւ ես համոզված եմ իմ մաղթանքն այն է, որ քանի աշխարհիկ ոլորտում դժվարություններ կան, որոնք գիտեմ ժամանակավոր են, հոգևոր Հայաստանը պաշտպան կանգնի եւ Արցախից բռնազավթված մեր հայրենակիցներին եւ այնտեղ ըստ էության թշնամու ոտքի տակ մնացած եւ բղծվող ու քանդվող մեր հոգևոր ժառանգությանը ես համոզված եմ, որ վեհափառ հայրապետը եւ մեր ամբողջ առաքելական եկեղեցին սրբազանների դասով եւ մենք բոլորս այդ աշխատանքը պետք է շարունակենք տանել, վառ պահենք, մինչև հասնենք այդ խաղաղության նավահանգիստը։ Իջման Սուրբ Սեղանի առջև հայրապետական մաղթանք կատարվեց։ Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ամենայն հայոց հայրապետության, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության եւ նորին սրբության քաջառողջության, կենաց արևշատության եւ բազմամյա գահակալության համար։ Աղոթք հնչեց Հայաստանում եւ Բաքվում պահվող ազատազրկվածների համար, ովքեր դատվում են հայրենի հողն ու եկեղեցին պաշտպանելու համար։ Երթայքի խաղաղություն եւ Տեր Հիսուս եղիցին ձեզ ընդամենեսյան ամեն։ Հայոց Սուրբ Աթոռի գահերեցի գահակալության կապակցությամբ բոլոր եկեղեցիներում պատարագի ավարտին կատարվեց հայրապետական մաղթանք։ Մայր տաճարում հնչեց Կոմիտասյան հայրապետական մաղթերգը։ Մայր տաճարից ելնելիս նորին սրբությանը դիմավորեցին ծափողջույններով, իբրև նշան երախտիքի եւ մեծ գնահատանքի։ Անուշ Առաքելյան, Սուրեն Տեր-Գրիգորյան, Մեսրոպ Ավետիսյան, Արթուր Մանուչարյան, Գևորգ Ավագյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։